Վարչապետը պնդում է, թե չի ուղղորդել 10 եպիսկոպոսներին։ Ամիսներ առաջ նման հավաք խոստացած Նիկոլ Փաշինյանը անձամբ Էջմիածին չգնաց։ Ասաց անհրաժեշտություն չի տեսնում, փոխարենը աջակցում եւ ողջունում է վեհափարի հեռանալու պահանջով հավաք անցկացնող եպիսկոպոսներին, որոնք իր հետ հանդիպելուց հետո պահանջեցին կաթողիկոսի հրաժարականը։ 10 եպիսկոպոսները Էջմիածնի միաբաններ են, այսինքն Էջմիածնի վանական համալիրը իրենցն է եւ իրենք էլ Էջմիածնի վանական համալիրին է։ Եվ հետեւաբար նրանց կողմից հնչեցված հրավերը հավաքվելու մայրաթոռում բացարձակապես լեգիտիմ է։ Կաթողիկոսի հեռանալու պահանջով հավաք անցկացնելու մասին հայտարարությունը եղավ 3 երեկոյան։ Վարչապետը պնդեց, թե նրանց մինչ այդ չի հանդիպել, իսկ հավաքի մասին մամուլից է տեղեկացել։ Ընդդիմադիր Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզված է, այս հավաքը հենց Նիկոլ Փաշինյանն է կազմակերպել։ Մարուքյանի կարծիքով սադրանք հրահրելու նպատակ ունի վարչապետը, որն այսօր իր թիմակիցների հետ կողքից հետևելու է Էջմիածնում իրադարձություններին։ Այս 10 եպիսկոպոսները մտածել են, որ իրենց խնդիրները լուծելու է Նիկոլ Փաշինյանը, որ ախպեր ջան, դե դու վեհապարին հանի, մենք տենանք ինչ ենք անում, հա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ինչ որ պայ ասում է, ժողովուրդ ջան, դուք պետք է անեք եւ ձեր ձեռքերով եմ ես այս կրակից շագանակները հանելու։ Հիմա այն պահն է, որ դուք պետք է գնաք մայրաթոռ։ Դուք գնացեք, ես մնացածը կկազմակերպեմ։ Հա, կկազմակերպեմ, տեղի կունենա, հետո մենք կգանք։ Նիկոլ Փաշինյանն այսօր վստահ էր, մայրաթոռում բախումների հնարավորություն չկա։ Ասաց իրավապահներն ունեն լիարժեք հնարավորություններ սադրիչներին չեզոքացնելու համար։ Այսօր արդեն ավելի հեռուն գնաց ու պնդեց, թե եկեղեցին պաշտպանելու են աղանդավորներից։ Սա կաթողիկոսին ուղղված Նիկոլ Փաշինյանի ամենաթարմ մեղադրանքն է։ Վարչապետն ամիսներ շարունակ պնդում էր, վեհափարը պետք է հեռանա, որովհետև կուսակրոնության ուխտն է խախտել։ Իսկ վերջին շաբաթներին ամենաաղմկոտ մեղադրանքն այն է, որ հայ առաքելական եկեղեցու հովվապետը օտարերկրագործակալ է։ Վարչապետին այսօր վրդովվեցրեց հարցը, թե ինչու իր այս պնդումից հետո իրավապահները քրեական գործ չեն հարուցում։ Ասաց մամուլում փաստաթղթեր կան, հոգևորականներն են ասում, ինքն էլ է այդ կարծիքին։ Դա նաև ակնհայտ իրողություն է։ Այսինքն ձեզ համար նորություն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից։ Ինչով է նորություն։ Չեք տեսել փաստեր։ Ուշադիր լրատվությանը հետևեք, կտեսնեք այդ փաստերը։ Քրեական գործա ձեզ պետք դա տեսնելու համար գնացեք ձեր գրած հրապարակումները նայեք, մամուլի հրապարակումները նայեք, պաշտոնական հաղորդագրությունները նայեք։ Ամեն ինչա որ քրեական գործով է լինում։ Բա որ քրեական գործերով այդ ձեր հրապարակումները, որ քրեական գործերով չի հիմնավորում, ինչի՞ չեք հերքում։ Փաշինյանի այս մեկնաբանություններին արձագանքել են Հայ ազգային կոնգրեսից։ Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գնահատմամբ վեհափարի հեռացման Փաշինյանի ներկայացված գլխավոր պատճառաբանությունը որևէ իրավական հիմք կամ ապացույց չունի, հետևաբար տարրական զրպարտություն է։ Եկեղեցու դեմ կատարված իր ապօրինի հարձակումների գաղափարական հիմնավորումները նույնքան ապօրինի են, ինչքան որ ապօրինի են հարձակումները հայ առաքելական եկեղեցու դեմ։ Վարչապետին հարցրինք, եթե իրավապահները քրեական գործ չեն հարուցում, իսկ ինքը շարունակում է պնդել, որ կաթողիկոսը պետության դեմ է գործում։ Այսպիսով, որպես երկրի ղեկավար չի ձևավորում վտանգավոր նախադեպ, որ առանց փաստերի եւ իրավական գնահատականների մարդկանց կարելի է ծանր մեղադրանքներ ներկայացնել եւ դիմել դրանից բխող գործողությունների։ Ոչ, ես վտանգավոր նախադեպ չեմ ձևավորում, որովհետեւ ի տարբերություն ոմանց, այդ թվում ցավոք լրատվամիջոցների անհիմն հայտարարություններ չեմ անում։ Դա կոնկրետ հիմնավորումներ ունի եւ հրապարակային են այդ հիմնավորումները։ Իրավական պրոցես ինչու՞ չէ, որովհետեւ իրավական պրոցեսը ունի բազմաթիվ նրբություններ։ Այդտեղ նաեւ միջպետական հարաբերությունների 1000 հարց կա։ Ընդհանրապես եթե դուք ուշադիր լինեք այդ ոլորտներին, կտեսնեք, որ շատ կարևոր նրբություններ կան, որոնք պետք է հաշվի առնել։ Նիկոլ Փաշինյանի բացատրությունը, թե իրավական գործընթացներին ընթացք չեն տալիս ելնելով ազգային անվտանգության շահերից, չի համոզել Լևոն Զուրաբյանին։ Աշխարհի բոլոր բռնապետները սահմանադրության եւ օրենքների խախտումները եւ բռնապետության հաստատումը հիմնավորել են ազգային անվտանգության շահերով, ոչ թե օրինակ իշխանությունը պահելու մոլագար ցանկությամբ։
Ոչ միայն կաթողիկոսին, այլ մի շարք ընդդիմադիրների են իշխանականները համարում օտարերկրյա գործակալներ, բայց այս բոլոր դեպքերում էլ նրանց մեկնաբանություններին ոչ մի իրավական գործընթաց չի հետևել։ Իրենք ՔՊԱ-ականները բացատրում են, թե դրանք քաղաքական գնահատականներ են։